ինչի համար եք այսօր այստեղ հավաքվել, ինչ եք պահանջում։ Դե հայտարարվեց արդեն, որ Արցախի ազգային ժողովն է նախաձեռնել նմանատիպ հավաք, որը մի կողմից երախտագիտության հավաք է, մյուս կողմից հորդոր խնդրանք է Շվեյցարիայի պարլամենտի երկու պալատներին, ստորին պալատին շնորհակալություն, վերին պալատին հորդոր խնդրանք, որ առաջիկա օրերին քննարկվող բանաձևի նախագիծը ընդունվի եւ իրենք առավելագույնը անեն, որ Շվեյցարիան որպես միջնորդ չեզոք երրորդ կողմ աշխատի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մեխանիզմները ներդնելու եւ իրագործելու ուղղությամբ, քանի որ կա միջազգային դատարանի որոշում 23 թվականի նոյեմբերի 17-ին, կա միջազգային իրավունք հստակ, որ մենք վերադարձի իրավունք ունենք եւ այդ հարցով պետք է զբաղվի միջազգային հանրությունը։ Իհարկե, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը չի զբաղվում, այլ հակառակը քաղաքական դիրքորոշում է հայտնում, որ դա վտանգ է Հայաստանի Հանրապետության հանդեպ, այնինչ մեզ համար շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը զբաղվի, իհարկե առաջնահերթորեն մենք նպատակ ու հույս ունենք, որ մեկ օր Հայաստանի Հանրապետությունը կլինի այս գործի առաջամարտիկը, քանի որ առաջնային պարտավորությունը հենց Հայաստանի Հանրապետությանն է։ Բայց այս փուլում Շվեյցարիայի նախաձեռնությունը կարող է միջազգային հարաբերությունների օրակարգում մտցնել եւ պահել այս խնդիրը, որպեսզի աստիճանաբար մենք կարողանանք առաջ մղել եւ մեկ օր հասնել մեր վերադարձին։